Եվ իրականում Աստծո ներկայությունը յուրաքանչյուրիս կյանքում բերում է փոփոխություն։ Եվ ոչ թե որ ուղղակի մենք ասում ենք, որ ներկա է, այլ վայելում ենք իր ներկայությունը մեր կյանքում։ Այսինքն թե հենց իր սքանչելի սերը, խաղաղությունը, զորության ներգործությունը, Սուրբ Հոգու ընթացքը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Կարող ես կողքինի 2-3 հոգու ողջունես, օրհնես եւ ասես, որ սիրտս բացում է Աստծո խոսքի համար։ Այսօր նոր օր է եւ Աստված նոր բան ունի անելու մեր կյանքում Հիսուս Քրիստոսի զորավորը։ Ամեն։ Հալելույա Աստծո։ Հալելույա Աստծո։ Եվ ամեն մեկս, որ այսօր այստեղ ենք եւ ընդհանրապես որոնքս, որ մեր սրտերը բացել ենք Աստծո Սուրբ Հոգու համար, ինքն Սուրբ Հոգին մեզ որդում ու առաջնորդում է Աստծո ճշմարիտ խոսքի մեջ։ Ամեն։ Եվ Հիսուս Քրիստոսին հավատացող ամեն մի անձ պետք է հստակ գիտակցի, որ Աստծո ամեն մի օրհնություններն ու խոստումները պատկանում են հենց իրեն եւ իր ամբողջ սերունդին է։ Վերցրու այս խոսքերը, ոչ թե ես եմ տալի վերցրու, այլ այս խոսքերը Աստվածաշունչը ուղղակի շռայլորեն շնորհում է ամեն հավատացողին։ Բայց յուրաքանչյուրս կարա որ մտահոգվի, թե ես ինչով համոզված լինեմ, ես ինչով գիտենամ, որ Աստծո ամբողջ օրհնություններն ու խոստումները պատկանում են ինձ եւ իմ ամբողջ սերունդին։ Գիտես, այս հարցը հետաքրքրում էր նաև Աբրահամին, որովհետև ինքը Աբրահամը, որ մեր հավատքի հայրն է, ինքը Աբրահամը իր ժամանակի մեջ այս հարցը ուղեց Աստծուն։ Եկեք տեսնենք, թե ինչ պատասխանեց Աստված այս հարցի հետ կապված եւ ընդունենք, որ այս ամենը վերաբերվում է նաև մեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Կարդում ենք Ծննդոց գրքին 15:8 համարից մինչև 18 համարը։ Մենք այսօր եւ ընդհանրապես եթե նկատել եք, մեր հիմնականը հանդիսանում է Ավետարանի խոսքը։ Այսօր ավելի այստեղ հստակորեն կդիտարկենք խոսքը առանց այլևայլ այլաբանությունների եւ կարդում ենք այսպես. Ծննդոց 15:8-ից 18 համարներ։ Աբրահամը Աստծուն ասեց. Տեր, ես ինչով իմանամ, որ քո ամեն խոստումներն ու օրհնությունները պիտի ժառանգեմ ես եւ իմ ամբողջ սերունդը։ Այս հարցը յուրաքանչյուրիս է հետաքրքրում։ Այս հարցը ամեն ժամանակներում կարևորագույն հարցերից մեկն է։ Եվ տեսեք, Աստված ի պատասխան Աբրահամի հարցի ինչ է ասում։ Գրված է շարունակությունում, հետևում եք։ Տերն Աբրահամին ասեց. ինձ համար 3 տարեկան մի էրինջ վերցրու, 3 տարեկան մի այծ եւ 3 տարեկան մի հոյ վերցրու։ Եվ մենք գիտենք, որ այս ամենը խոսում է Քրիստոսով եղող ներման, փրկագնման եւ ազատագրման մասին, որ կատարվում է մարդու հոգու, շնչի եւ ֆիզիկական մարմնի ոլորտում։ Եվ Տերը շարունակեց ասելով. ինձ համար վերցրու 1 տատրակ եւ 1 աղավնուձակ։ Գիտենք, որ դա խոսում է Հիսուս Քրիստոսի երկբնույթ լինելու մասին, որ ինքը կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված էր երկրի վրա։ Դա խոսում է նաեւ Հիսուս Քրիստոսի մահվան եւ հարության մասին։ Եվ Աստված շարունակում է ասելով, որ դու այդ կենդանիներին կտրիր մեջտեղից եւ դիր իրար դիմաց, բայց թրջուններին չկտրես։ Գրված է, որ Աբրահամը արեց այնպես, ինչպես որ Աստված իրեն պատվիրել էր։ Հիշենք, որ Աստված խոսեց Աբրահամի հետ ճիշտ հենց այդ հարցի պատասխանելով. ինչպես իմանամ, որ ես ժառանգելու եմ քո բոլոր օրհնություններն ու խոստումները։
տեսնում ենք այստեղ բանալին, որ Աբրահամն արեց այնպես, ինչպես որ Աստված իրեն պատվիրել էր։ Ոչ թե այնպես, ինչպես որ մենք այսօր շատերս հասկանում ենք մեր մտորումների մեջ եւ մեր ընկալումների մեջ եւ ավելի շատ անում ենք այնպես, ինչպես հասկանում ենք, ոչ թե այնպես, ինչպես որ մեզ արդեն ասված է ավետարանի միջոցով։ Ամեն։ Եվ տեսնում ենք, երբ որ Աբրահամն այդպես արեց, հետևում եք խոսքին, գրված է, որ գիշատիչ թռչունները դրանք այսօր այլաբանորեն խորհրդանշում են դիվային ներգործությունները, անաստվածային մտքերը։ Ասում է գիշատիչ թռչունները հարձակվեցին այդ կտրած կենդանիների վրա, որ հոշոտ են, բայց Աբրահամը քշեց դրանց։ Այսօր էլ ինչ-որ մի զոհ ես բերում Աստծուն, ինչ-որ մի բան ես անում, որ Աստված քեզ հրահանգել ու պատվիրել է ավետարանի միջոցով, բայց միշտ հիշի, որ մտքեր կան, հարձակվում են քո առանց կամ քո որոշած իրավիճակի վրա եւ ուզում են այն ինչ որ դու պատրաստ ես անել Աստծո փառքի համար, հոշոտեն եւ խափանեն այդ ամենը։ Բայց դու պատասխանատվություն ունես եւ իրավունք, իշխանություն, արտոնություն ունես այդ մտքերի վրա տիրելու, իշխելու, վանելու քեզանից։ Ինչպես Աբրահամը քշեց թռչուններին, բայց շատերս ցավոք սրտին տրվում են այդ անաստվածային մտքերին եւ կարծես հանձնվում ու գերվում են։ Այստեղ խոսքն ասում է, որ Աբրահամը շարունակաբար քշում էր այդ թռչուններին եւ արգելում էր, որ նրանք վնասեն իր մատուցած զոհը Աստծո առաջին։ Եվ խոսքն էսպես է ասում, հետևում ես քո Աստվածաշնչի մեջ, գրված է, եւ երբ որ արևը մար էր մտնում, Աբրահամի վրա խորը քուն եկավ եւ նա քնեց։ Ուշադրություն դարձրու, երբ որ Աստված Աբրահամի հետ ուխտ էր անում, Աբրահամը քնած էր։ Որովհետև այդ ուխտը ինքն Աբրահամը չէր անելու Աստծո հետ, այլ Աստված էր անելու Աբրահամի հետ։ Ուրեմն խոսքը գրված է եւ շարունակում ենք կարդա, եւ թանձր խավարը եկավ Աբրահամի վրա, երբ որ նա քնած էր։ Եվ երբ որ արդեն արևը մայր էր մտնում, ահա մի մեծ հնոցի ծուխ եւ կրակի բոցի սյուն անցավ այն մորթված կտրած կենդանիների արյան միջով։ Գիտես, դա խոսում էր այն մասին, որ Աստված բառացիորեն ներկայացնում էր Աբրահամին, Աբրահամ, այս ուխտը դժողը, այս կենդանիների նման պիտի մորթվի։ Եվ այդ ուխտը շարունակվում էր ասելով. Այսուհետ այն ինչ որ ես ունեմ պատկանում է քեզ Աբրահամ։ Դա է ուխտը։ Այն թշնամին որ դու ունես Աբրահամ, դառնում է իմ թշնամին։ Այն խնդիրները որ կայանում են քո կյանքում, ես եմ այդ հարցերը լուծել։ Բայց այն հաղթությունները որ ես ունեմ եւ իմ ամբողջ ունեցվածքս պատկանում է քեզ։ Դա է Աստծո ուխտի հիմնականը ուղված Աբրահամին։ Եվ նա ասեց, որ ես կօրհնեմ քեզ եւ քո ամբողջ սերունդին։ Նկատելի է եւ կարեւորագույն փաստ է, որ մենք տեսնենք, որ ոչ թե Աբրահամը ուխտ արեց Աստծո հետ, այլ Աստված ուխտ արեց Աբրահամի հետ։ Եվ այստեղ ուխտը դժողը Աստված պիտի լիներ, ոչ թե Աբրահամը, եթե ինչ որ մի դժում գար այդ ուխտի մեջ։ Հասկանում ես։ Քիչ հետո կդիտարկենք, որ Աստված որոշեց ուխտը փոխել։ Եվ այս դրա համար իր որդուն զոհաբերեց ճիշտ է անասունների նման, այս կենդանիների նման, որովհետև ուխտի կանոնակարգի մեջ սա էր փաստը, ով ուխտը խախտի, նա պիտի մորթվի։ Եվ մենք գիտենք, որ Զատկի գառը Հիսուս Քրիստոսը մեր համար մորթվեց, որպեսզի նոր ուխտը հաստատվի։ Իմ ու քո կյանքում Հիսուս Քրիստոսի զորավորը։ Ամեն։ Եվ տեսնում ենք, որ Աբրահամը ուղղակի հավատքով խոսքն ասում, հետևում ենք, հավատքով եւ հնազանդությամբ
ընդունեց եւ ժառանգեց Աստծո բոլոր օրհնություններն ու խոստումները իր կյանքում եւ իր սերունդում, ինչպես որ Աստված նրան խոսել է ուխտի ժամանակ։ Աբրահամը, հետևեք խոսքին, Աբրահամը ուղղակի հավատաց եւ հնազանդվեց, ոչ միայն հավատաց, այլ նաեւ հնազանդվեց։ Ես անցած անգամ շեշտեցի, որ Ելից 12-ում, երբ որ գարը մորթվում էր, այդտեղ երևաց Աստծո ժողովրդի եւ հավատքը եւ հնազանդությունը։ Հավատքը երևաց, երբ որ գարը մորթվեց, հնազանդությունը երևաց, երբ որ նրանք մնացին այդ տան մեջ, մինչև որ Սատագիջն անցներ եւ նրանք դուրս գային եւ ազատ լինեին Եգիպտոսի գերությունից, կապանքներից ու տանջանքներից։ Հատասա ամեն։ Ամեն։ Գիտես, երբ որ ես ու դու ընկալում ենք Աստծո գործը մեր կյանքում, մեզ մնում է մեկ բան, այստեղ արդեն ասվեց, որ Աբրահամի նման մենք էլ հավատքով եւ հնազանդությունով ժառանգենք Աստծո բոլոր խոստումները։ Ամեն։ Հիմա անդրադառնալով նոր ուխտին Եբրայեցիների գրքի 6-րդ գլուխ 13-ից 20 համարներում կարդում ենք Ավետարանի խոսքն, որ այսպես ասում. Երբ որ Աստված խոստմունքը տվեց Աբրահամին, ինքն իր անձով երդում արեց եւ ասեց. Ինքն իր անձով երդում արեց։ Աստված, գիտես, այսօր մեկը որ երդում անում մարդկանցից մեկը նկատել եք ասում են, ոմանք ասում են հորս արել, ոմանք ասում են մորս արել, եւ այստեղ Աստվածաշունչն ասում է, որ քանի որ Աստված չուներ իրենից վեր ինչ որ մեկին, ուրեմն մենք հիմնականում երդվում ենք նրանով, ում մենք ինքներս մեզանից վեր ենք դասում նրան, այդ անունով ենք երդվում։ Հիմա այստեղ գրված է, որ քանի որ Աստված չուներ իրենից որևիցե մեկին ավելի վեր, դրա համար ինքն իր անունով երդվեց, ինքն իր անունով երդվեց եւ իր անձով երդվելով ասեց. այո, օրհնելով կօրհնեմ քեզ եւ շատացնելով կշատացնեմ քեզ։ Եվ գրված է, որ Աբրահամը, հետևում եք խոսքին ձեր Աստվածաշնչի մեջ, եւ գրված է, որ Աբրահամը համբերատար լինելով ժառանգեց Աստծո խոստումները։ Նկատեցինք, ուրեմն ասա, հավատալ Աստծուն, հնազանդվել Աստծուն եւ համբերատար լինել Աստծո խոսքը ժառանգելու համար։ Այս երեք հատկանիշներն այսօր են կարևոր են, բայց ներկա ժամանակակից հավատացյալներիս մեջ այս երեքից մենք կարևորում ենք առաջինը, հավատում ենք եւ վերջ։ Բայց մենք տեսնում ենք, որ այս երեք հատկանիշների միջոցով Աբրահամը ժառանգեց Աստծո խոստումները։ Քանիստերս ենք ուզում ժառանգել Աստծո ամբողջ օրհնություններն ու խոստումները։ Շատ կարևոր է, որ հավատանք, հնազանդվենք եւ համբերատար գտնվենք։ Եվ շարունակությունում կարդում ենք 6-րդ գլուխն է Եբրայեցիների գրքին։ Աստված ինքը երդումը մեջ բերելով հստակորեն ցույց տվեց իր ժառանգորդներին, այսինքն մեզ։ Այստեղ չի շեշտած ընդհանրեն Աբրահամին, իր ժառանգորդներին, այսինքն մեզ հստակորեն ցույց տվեց, որ իր որոշումը անխախտ ու անփոփոխ է։ Հալելույա։ Երդումը մեջ բերեց, որ իրեն հավատացողները գիտակցեն, հասկանան, ընկալեն, որ անփոփոխ ու անխախտ է Աստծո որոշումը։ Գիտես, Աստծո որոշումը իր տրամադրությունից կախված չի, ինչպես մենք մարդիկս։ Կա չէ մի բան որ պիտի որոշես, օրինակ վաղը պիտի որոշես, ասում ես, հələ տեսնենք տրամադրությունից նա կախված։ Եղել է չէ որ այդպես ասում են։ Բայց Աստծո որոշումները ու փառք Աստծո, որ դա տրամադրությունից կախված չի։ Կարող ես հասկանալ, որ Աստծո որոշումը արդեն իսկ արված եւ կնքված է Քրիստոսի արյունով։
Եվ 18 համարը 6-րդ գլխում ենք։ Թափարի ձերքդ, որ հետևում ես։ Ասում է, որ այս երկու անխախտ ու անփոփոխ բաներով, այսինքն թե իր խոստումով եւ իր անվամբ երդումով Աստված ցույց տվեց, որ անկարելի է, որ ինքը սուտ խոսի։ Եվ նրանք, ովքեր որ հիմա էլ հավատում եւ ապավինում են Աստծուն, պիտի որ մեծապես քաջալերվեն եւ ամուր կարճեն Աստծո տված խոստման հույսից։ Հալելույա։ Մեր Աստծո։ Այս ամենը, այս երդումը, որ տվեց, այդ սրա համար է խոսքը կայանում էր սրանում, որ մենք ամենքս ամուր կարճենք։ Առաջինը քաջալերվենք, գիտակցենք, որ Աստված սուտ չի խոսում։ Եվ իր խոսքը հաստատուն է եւ անփոփոխ։ Եվ շարունակությունում կարդում ենք ասելով. այդ հույսը, ուրեմն տեսանք, որ Աստծո խոստման հույսիցը մենք պիտի ամուր կարճենք, եւ այդ հույսը մեր ապահով եւ անշարժ խարիսխն է հանդիսանում, ասա խարիսխ։ Հույսը դա խարիսխն է, որն էլ մտնում է երկնային սրբարանի վարագույրի ներսի կողմը, հույսն է մտնում էր։ Ասում է, որ որտեղ որ Հիսուսը իր հարությունից հետո մտավ մեզ համար, որպես մեր քահանա եւ կանգնեց Աստծո առաջ, ներկայացնելով մեզ։ Հրաշալի է։ Ուրեմն տեսնում ենք, որ այն հույսը, որ մենք ունենք Աստծո խոստման համաձայն, որ ժառանգելու ենք, հույսը դառնում է մեր հավատքի խարիսխը։ Ըստ Եբրայեցիների 6:18-19 համարի, հույսը դառնում է մեր խարիսխը, հավատքի խարիսխը։ Ասա խարիսխ։ Եվ մենք գիտենք, որ խարիսխը կարևորագույն դեր ու նշանակություն ունի նավաբանության մեջ, եւ եթե նավի մեջ եղողները անտեսեն ու իրենց կապը կտրեն այդ խարիսխի հետ կապված, նավը տվյալ դեպքում կխորտակվի։ Եվ շատ լավ է, որ մենք էլ մեր հույսներս չկտրենք Աստծո խոստմունքներից, այլ հակառակ այստեղ գրված է ամուր կարճենք։ Աստված ասել է եւ կանի է։ Այսօր այդպես ասում ենք, վաղն արտանում ենք տրամադրություններս փոխված, արդեն մի օր անցած ապաշտամունքից, այն ճոխ ներկայությունից, այն օծությունից, որ վայելել ես, մի օր անցել է, իսի ինչ երազ ես, արտացել ես ու ասում ես, արա որ հոգու մեջ ալում ինչ ասես մտածում է։ Բայց կարճի է, ձեր հոգու մեջ եղած որոշումից, որ դու ասել ես, կարճի դրանից ու կտեսնես Աստծո խոսքը կատարված։ Գիտես, էլեկտրաէներգետիկական տեսանկյունից խարիսխ է հանդիսանում այն հզոր սարքավորումը, որը հոսանքը վերցնում է հենց հոսանքի աղբյուրից եւ առանց խախտելու հաստատուն կերպով այդ հոսանքը փոխանցում է ուրիշ սարքավորումներին։ Դա կոչվում է խարիսխ, ուրեմն հույսը վերցնում է Աստծո խոստման խոսքը, որ Աստված խոստացել է մեզ, եւ այն փոխանցում է մեր կյանքում, մեր անձնական, ընտանեկան, մեր սերունդների մեջ, այսինքն մեզանով այն փոխվում։ Եվ մենք այն հույսը պիտի անխախտ պահենք հենց այն խարիսխի նման։ Ամեն։ Եվ տեսնում ենք արդեն Եբրայեցիների 8-րդ գլուխ 6-ից 13 համարներում այսպես է ասվում, որ Հիսուս Քրիստոսը ավելի մեծ պաշտամունքի հասավ, քան Մովսեսը։ Ուրեմն տեսնում ենք, որ առաջի ուխտը Մովսեսի միջոցով հաստատվեց, լավ, դրա համար կոչվում է առաջի ուխտ, երկրորդ ուխտ։ Լավ։ Ուրեմն տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը ավելի բարձր պաշտամունքի արժանացավ։ Մենք գիտենք, որ Եբրայեցիների գիրքը գրվել է հրեաների համար, որոնք որ ավելի շատ կարճած էին հին ուխտին եւ նոր ուխտը ձերի հետ հավատում էին։ Բայց այստեղ կարևորությունը տրվում է նոր ուխտին։ Իդեպ ասեմ, որ դա մենակ այդ ժամանակում չի եղել, այլ այսօր էլ
այս նոր ուխտի ժամանակաշրջանում եղող հավատացյալներս էլ կարծես թե ակամայից մեր կենտրոնացում բերում են հին ուխտի վրա եւ կարծես դրա պատճառով էլ ինչ որ բան ավիրվում է մեր հավատքի կյանքում։ Մենք կորցնում ենք խարիսխի հետ ունեցած մեր կապը։ Եվ այստեղ ասվում է, հետևում եք, որտեղ ենք ասել։ Եբրայեցիների 8 գլուխ 6-ից 13 համարներ։ Հիսուս Քրիստոսն ավելի բարձր պաշտամունքի հասավ, քան Մովսեսը, պատճառը որն է, ոչ թե որ Հիսուսն Աստծո որդին էր եկել էր ու դրա համար ավելի մեծ փառքի արժանացավ, այլ որ գրված այստեղ, որովհետև Հիսուս Քրիստոսը, լսեք, միջնորդ եղավ ավելի լավ ուխտի։ Այս խոսքերը չպիտի ականջի պոչով լսես։ Այս խոսքերը պիտի ամբողջ էությունով լսես։ Այս խոսքերը չպիտի լսես ինչ-որ մի ֆոնի վրա։ Այս խոսքերի ֆոնը պիտի լինի ինքը Սուրբ Հոգին։ Որ կարողանաս ընկալել, կարողանաս վերապրել, վայելել։ Թե չէ հիմա դու այստեղ նստած ես, ուշքու միտքը չգիտեմ որտեղ է, փառքաստու չգիտեմ, եւ դու ուղղակի ձայնը լսում ես, ասում ես ամեն, բայց չես գիտակցում ինչին ես ասում։ Որովհետեւ կենտրոնացած չես, հրի կողքին։ Ասա այս խոսքը վերաբերվում է ինձ ու քեզ։ Հիսուս Քրիստոսն ավելի մեծ պաշտամունքի արժանացավ, քան Մովսեսը, որովհետև Հիսուս Քրիստոսը միջնորդ եղավ ավելի լավ ուխտի, ավելի լավ ուխտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների հիման վրա։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը խոսքն ասում է, որ իր աստվածային զորությունով մեր արդեն իսկ շնորհել է այն ամենը, ինչ որ այս կյանքի եւ ճշմարիտ աստվածպաշտության համար անհրաժեշտ է, ամեն։ Եվ ինքը Տերը Հիսուս Քրիստոսը մեզ ճանաչեցրեց Հորը, որն էլ, այսինքն Հայրն էլ, իր փառքով եւ զորությունով կանչեց մեզ դեպի իրեն։ Եվ հետո շարունակում է, եւ Հիսուս Քրիստոսը մեզ շնորհեց, գրված է շնորհեց, ձեր մոտ էլ չէ գրված։ Դե փառք Աստծո, որ գրված չի, կշնորհի։ Հին կտակարանում ամեն օրհնություններն ու խոստումները կարծես հետագայի համար էր, բայց այստեղ արդեն շնորհեց ամենամեծ եւ ամենաթանկագին, ամենապատվական խոստումները շնորհեց մեզ։ Նպատակը, որպեսզի դրանցով, այսինքն դե այդ խոստումներով, մենք ամենքս, նայ կողքինի իրան էլ ավելաբերվում, մենք ամենքս հաղորդակից լինենք Քրիստոսի աստվածային բնությանը։ Շարունակությունը լսին։ Ասում է, ձեր փոխանցվելով այս աշխարհի մատուցած ունայն, պիրտ, խաբուսիկ, կորստաբեր ցանկություններից։ Ուրեմն, քանի դեռ անձը չի ձեր փոխանցվել աշխարհի մատուցած ունայն ու անաստվածային ցանկություններից, Քրիստոսի աստվածային բնությանը չի կարող հաղթել։ Կարծում ես, որ այն որ Հիսուսը շնորհել է հավատացողին հաղորդակից լինի իր աստվածային բնությանը, կարծում ես, որ անձի ներսում տիրող խավարի ներգործությունների հետ համատեղ այդ տվյալ անձը կարա հաղորդակից լինի Քրիստոսի աստվածային բնությանը, շատերը կիմանան այդ մասին եւ ոչ ամենը հաղորդակից կլինեն, բայց դու եղի նրանցից, ով հաղորդակից է դառնում Քրիստոսի աստվածային բնությանը։ Ամեն։ Այս դեպքում մի նայ կողքինին, նայ քո ներսին, կարգավիճակում այնտեղ։ Ամեն։ Ուրեմն Եբրայեցիների 8-ում ենք 7 խոսքն էսպես ասում, որովհետև եթե առաջի ուխտը անթերի լիներ, լսի, եթե առաջի ուխտը անթերի լիներ, այսինքն ինչ, այսինքն կնշանակի, որ այն ուխտը, որը կոչվում է հին ուխտ, անթերի չէր,
Ցածրեմ կարող։ Եթե անթերի լիներ, ապա կարիք չէր լինի երկրորդը հաստատելու։ Ուշադիր եք։ Դուք գիտեմ, որ կարդացել ես, բայց նորից կարդա։ Շարունակությունում ասում է, որովհետև ինքը Տերը նրանց հանդիմանելով ասում է, ահա ես նորուղտ եմ հաստատում իմ ժողովրդի հետ։ Ուրեմն տեսնում են, որ Տերն է նորուղտը հաստատելով հաստատում է, որ հին ուղտը թերություն է։ Բայց շատերս այսօր էլ այդ հին ուղտի մեջ կարծես մեր հավատքի հիմքերն ենք ձևավորում, որն էլ իրական ճշմարիտ խարիսխի հետ կտրում է հավատքի կապը։ Դրա համար շատ-շատերը հավատքի կյանքում կիմանան Աստծուն, կիմանան բաների մասին, օրինակ հաղթությունների մասին, բայց երբեք չեն վայելի հաղթություն։ Ինչի՞։ Որովհետև հաղթությունը գալիս է ուխտի հիման վրա։ Դրա համար Հիսուսն էլ ասեց, որ քաջը ես հաղթեցի աշխարհի։ Եվ երբ որ մենք այդ նոր ուխտի հիմքերի վրա ենք, մենք կգիտակցենք, որ այո, Հիսուսի հաղթությունը պատկանում է մեզ։ Եվ գրված է, որ օշտյալ է Աստված, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ամեն ժամանակ մեզ հաղթողներ է։ Ամեն ժամանակ։ Ասա ամեն ժամանակ։ Իրես ինչի դեզու չի պտտում ասես, որովհետև չես տեսնում այդ հաղթությունը քո կյանքի մեջ։ Կներես, ցածր մտածեցիր, բարձր խոսեցի ես։ Եվ հիմա, եթե առաջին ուխտը անթերի լիներ, ապա կարիք չէր լինի երկրորդ ուխտը հաստատելու, եւ Աստված ինքն ասում է, որ ես նոր ուխտ եմ հաստատելու իմ ժողովրդի հետ։ 9, ոչ թե 8-ին ենք կարդում, ոչ թե այն ուխտի պես, ուրեմն նոր ուխտը հին ուխտի պես չի։ Քաղցր ջան, մտածի, եթե նոր ուխտը հին ուխտի պես չի, ես չեմ կարող նոր ուխտի մասին մտածեմ այնպես, ինչպես մտածում եմ հին ուխտի մասին։ Ես իրավունք չունեմ նոր ուխտի հետ վարվել այնպես, ինչպես վարվել եմ հին ուխտի հետ կապված։ Որովհետև Աստված ինքն ասում, որ իմ այս նոր ուխտը չի լինի հին ուխտի պես։ Որ կնքեցի նրանց հայրերի հետ, երբ որ ես նրանց ձեռքից բռնեցի ու Եգիպտոսի երկրից դուրս հանեցի եւ ազատեցի նրանց, բայց նրանք իմ ուխտին չհնազանդվեցին, չհավատացին, չապավինեցին։ Ասում է դրա համար է, դրա պատճառով է, ես էլ նրանց նկատմամբ անհոգ գտնվեցի։ Հետևեք խոսքին։ Անհոգ գտնվեցի։ Ուշադիր ես։ Ահա սա է իմ նոր ուխտը, Տերն ասում, կարդացեք։ Որ պիտի կնքեմ իմ ժողովրդի հետ, ասում է Տերը, ես իմ խոսքս նրանց սրտում, նրանց մտքում պիտի դնեմ, պիտի դրոշմեմ, եւ նրանք իմ ժողովուրդը կլինեն, եւ ես նրանց Աստվածը կլինեմ, ասում է Տերը։ Եվ նրանք փոքրից մինչև մեծ, լսի, փոքրից մինչև մեծ ամենքն էլ կճանաչեն ինձ։ Ուրեմն հիմա ուշադիր լսի, իմ ու քո ճանաչողությունից կապված է, փաստացի երևում է իմ ու քո ճանաչողությունից, Աստծուն ճանաչողությունից, երևում է, որքան ենք կարևորում, ընկալում եւ վերապրում նոր ուխտը մեր կյանքում։ Որովհետեւ այստեղ գրված է, որ նոր ուխտի մեջ մեծից փոքր ինձ կճանաչեն։ Չի ասում իմ մասին կիմանամ, հավատացյալներից մեծամասնությունը քաղցր ջան, գիտեն Աստծո մասին, բայց Աստծո մասին կամ ինչ-որ մի մարդու մասին, ինչ-որ բան իմանալ, դա դեռ ճանաչել չի նշանակում, համաձայն ես։ Իսկ այստեղ ասում է, նրանք ինձ կճանաչեն, ինչի, որովհետև ասում է, նրանց մեղքերն ու նրանց անօրությունները այլևս չեմ հիշի, կջնջեմ, կներեմ եւ չեմ անդրադառնա դրան, որ ասում է չեմ հիշի, մի կարծի թե ասենք կմոռանամ, չէ՞, այլ
ոչ թե սկլերոզ կունենամ, այլ չեմ անդրադառնա դրանց։ Աստված չի անդրադառնում նոր ուխտի մեջ։ Որևիցե մեկիս կյանքում եղող մեղքին ու անօրությանը, բայց ես ու դու պիտի հավատքով, հնազանդությամբ եւ համբերատարությամբ վարվեն Աստծո խոսքի նկատմամբ, Աստծո նոր ուխտի համեն։ Ամեն։ Եվ 13 համարում գրված է, խոսելով նոր ուխտի մասին, Տերը ինքը հին է համարում առաջի ուխտը։ Եթե ինքը Տերը հին է համարում առաջի ուխտը, ինչի ես դու դեր այն փորձում կիրառել քո կյանքի մեջ։ Հին ուխտի կանոններն ես կիրառում քո կյանքի մեջ։ Դրա համար էլ քեզ թողված ես զգում, անտեսված ես զգում, մենակ ես զգում, լքված ես զգում, պարտված ես զգում։ Դրա համար էլ տեսնում ես, որ ամբողջ աշխարհը քեզ թևա դուրս եկել։ Բայց գիտես, կարծացինք, որ նոր ուխտը այդպես չի։ Անդրադառնալով նոր ուխտի կանոնակարգին, մենք կարող ենք հաստատել եւ հիմնավորել մեր հավատքը եւ մեր հարաբերությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Այս երեք համարն են կարելի։ Խոսելով նոր ուխտի մասին ինքը Տերը հին է համարում առաջի ուխտը եւ այն ինչ որ հնանում է, անօգտակար է դառնում, վերանում եւ խափանվում։ Աստված հին ուխտը անօգտակար է համարում։ Եվ համարում է, որ ինքը հին ուխտը իր գործունեություններով ժամկետն անցել է, խափանված է։ Բայց մենք դեռ շարունակում ենք հին ուխտի կանոնակարգով։ Մինչև չանեսեն չլինեն։ Հին ուխտի կանոնակարգի մեջ տանում է կրոնական մտածելակերպ, կրոնական մոտեցում, որի մեջ հավատացյալներից մեծամասնությունը ժամանակ առ ժամանակ, որ այսպես ասեմ, նոր հնչի, ժամանակ առ ժամանակ հայտնվում է։ Եվ շատ լավ է, որ մենք ուրեմն սթափվենք եւ մեր կենտրոնացումը բերենք հենց Աստծո կենթանի խոսքի վրա։ Ուրեմն տեսանք, որ Աստված ինքն է էդի հին ուխտը համարում, որ արդեն հնացած է, ժամկետն անց է, անօգտակար է, խափանված է։ Եվ այս բաները նորից հաստատում է Ավետարանի խոսքը, եկեք անդրադառնանք երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխ 6 համարից, սկսենք կարդալ։ Ավետարանն այսպես ասում. Եթե դու չլսեցիր, որտեղ եք կարդում, նշանակում է դու այստեղ չէիր։ Գնացինք, ուրեմն Ավետարանն ասում է, որ Աստված ինքը, դու նկատեցիր ինչ ասեցի։ Եթե դու չլսեցիր, թե որ համարն եք կարդում, ուրեմն դու այստեղ չէիր, երբ դա կարդում է, որ այստեղ չէիր, հետ արի կարծել։ Ուր ես հասեկեկոր ես, հետ արի, մեծ թապվի, նա թապ դուր քեզ այդ մտքերից, քիչ առաջ ասեցի, որ գիշատիչ թրջունները գալիս էին հոտի վրա, քշի է թրջուններին այ բանա, ոչ թե մենակ չես քշում, այլ հետներ գնում ես, մնա այստեղ, մնա Աստծո ներկայության մեջ։ Կարդում ենք երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխ 6 համարից։ Ավետարանը փաստացի ներկայացնում է ասելով. Աստված ինքը մեզ ոչ թե հովիվը, ոչ թե որևիցե մի պաշտոնյա, Աստված ինքը մեզ շնորհ արեց, արժանի համարեց նոր ուխտի սպասավորներ, պաշտոնակատարներ լինելու, որը որևիցե կապ չունի գրված օրենքի հետ, այլ համահունչ է Աստծո Սուրբ Հոգու հետ։ Ինչի՞։ Որովհետև կարդացեք, որովհետև գրված օրենքը դեպի մահետանում։ Ուրեմն գնացի օրենքի հետևից կտեսնես մահվան մեջ քեզ։ Այս իմ որոշումը չի, չես ես խորհուրդ նայում ինձ ցավ տանեմ։ Ես
Ես նոր թող չեմ գրել, այստեղ գրված այսպես, ասում է, որ գրված օրենքը, ձեր մոտ այդպես չի, գրված օրենքը դեպի հետանում չի գրված, ձեր մոտ ռկողքին կասը մոտ լեցա գրված, որ այդ մարդը կա։ Իսկ հոգին կենթանացնում է։ Անենց եք նայում ինձ, ոնց որ առաջի անգամն եք ավետարան կարդում։ Բայց հոգին կենթանացնում է, կառուցում, վերականգնում, ուրեմն ասի, մենք այս նոր ուխտի պաշտոնակատարներն են, կենթանացնում, կառուցում, վերականգնում, հին ուխտը տանում է մահվան, ուշադիր ես, ուրեմն մի մնա, այնտեղ, որը քեզ տանում է դեպի մահ, Տերն է մեզ դրել նոր ուխտի սպասավորներ լինելու, ութը կարդում ենք, հետևում ենք խոսքին, 3:8 Եթե մահվան տանող օրենքը փառավոր կերպով տրվեց Մովսեսին, ուրեմն էլ որքան ավելի փառավոր է Սուրբ Հոգու պաշտոնակատարությունը, որը Հիսուս Քրիստոսով տրվեց մեզ, շնորհվեց մեզ, կա չէ քո մոտ այդպես։ 9. Իրականում, եթե դատապարտություն բերող օրենքը Դու կարդում ես այդ օրենքն ինչ անում մարդու կյանքում, մահա բերում, դատապարտություն է բերում, քիչ հետո դու կարդան անեծք է բերում, այդքանից հետո մարդը ձգտում է մնամ, այդանամ մի վարկյան էլ շուտ դուրս գաս օգուտ է քեզ Իրես Իսրայելի ժողովուրդը մեկ գիշերվա մեջ դուրս եկավ Եգիպտոսի գերությունից, կապանքներից ու տանջանքներից, բայց ինքը դուրս եկավ Եգիպտոսից, բայց Եգիպտոսը դեռ դուրս չէր եկել դրանից։ Հիմա մենք կարդում ենք, մենք նոր ուխտի պաշտոնյա ենք, ամեն, բայց ակամայից հին ուխտը հələ մեր սրտից դուրս չի եկել, քաղցրներ չէ։ Ինչ խոսում ենք կենտրոնացումը հին ուխտի վրա, բայց մեր կենտրոնացումը պիտի լինի Աստծո որովհետև կարդացինք հինը հնացել է, անօգտակար է, խափանված է։ Մենք տեսեք։ Իրականում, եթե դատապարտության տանող կամ դատապարտություն բերող օրենքը փառավոր կերպով տրվեց, ուրեմն այն որքան ավելի գերազանց փառավոր է արդարության տանող պաշտոնը։ Հալելույա։ Ամեն։ Ուրեմն տեսնում եմ 10 համարը, ես որ կարդում եմ, ավետարանն եմ կարդում, ես իմ միտքս չեմ թելադրում։ Ուրեմն տեսնում ենք, որ գրված օրենքի փառքը խափանվեց։ Եվ այլևս այն փառավոր չէ, որովհետև հոգու օրենքի գերազանց փառքը հայտնվեց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ու պատվական արյան միջոցով, որովհետև գիտենք, որ նոր ուխտը ձևավորված է, հիմնավորված է Քրիստոսի արյան հիման վրա, ամեն, եւ ավելի լավ խոստմունքների հիման վրա։ Կարդացինք արդեն։ Շարունակությունում կարդում ենք։ Եվ իրականում կարդացինք էսի 11 Եվ իրականում եթե այն խափանվողը այդքան փառավոր էր, ուրեմն այն որքան ավելի փառավոր է մնայուն ու հավիտենական։ Տեսնում ես, այստեղ Պողոս առաքյալը հստակորեն ու շեշտադրված է ու մի քանի անգամ, որ եթե այդ խափանվողը փառավոր էր, որքան ավելի, այսինքն մարդկանց կենտրոնացումը, հավատացյալի կենտրոնացումը բերում է խափանվող փառքից մնայուն փառքի մեջ։ Ուրեմն մնայունը, հավիտենականը դա նոր ուխտն է, ամեն, եւ կարդում ենք 3-րդ գլխում ենք 2 Կորինթացիների 3-րդ գլուխ 14-18 համարում, եւ այստեղ ավետարանի խոսքը շեշտադրում է ասելով, բայց մինչեւ այսօր, այսինքն թե ինչ, մինչեւ այսօր է հին ուխտը կարդացողների սրտի մտքի վրա Մովսեսի կողմն է գալիս,
Հետևում ես խոսքին։ Ասածից նպատակն են չի կամ գրվածի նպատակն են չի, որ մենք ընդհանրապես չկարդանանք եւ վերջը չիմանանք հին ուխտի գրվածների մասին։ Գրված այսպես, որ հին ուխտը գրվեց, որպեսզի մեր համար օրինակ լինի եւ մենք փորձ ունենանք։ Նորից չընկնենք դրա մեջ, այլ մենք փորձ ունենանք, օրինակ ունենանք։ Ոչ թե որ գնանք այդ ամենը պահելու հետևից, այլ օրինակ ունենանք։ Մինչև այսօր, տեսեք, հին ուխտը կարգացողների հայրենն էսվոր գրված է, չէ՞, դա ձեր մոտ։ Կարգացողների սրտի մտքի վրա Մովսեսի քողն է գալիս, բայց երբ որ Տիրոջն են դառնում, այդ քողը վերստվում է նրանց վրայից։ Եվ հետո շարունակում է. Տիրոջը դառնալ ինչ է նշանակում։ Տիրոջը դառնալ նշանակում է ընդունել Տիրոջ հոգին եւ վարվել Տիրոջ հոգով, որովհետեւ Տերն է հոգին եւ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Այնտեղ ազատություն։ Ամեն։ Շարունակությունում գրված էսպես 18-ը։ Եվ հենց Տիրոջ հոգին է, որ այդ հրաշալի փոխակերպումը մեր կյանքում իրագործում է, խափանվող փառքից մեզ դեպի մնայուն փառքի մեջ տանելով։ Սուրբ հոգին է, որ մեր մեջ այդ փոխակերպումը բերում է։ Փոխակերպումը այսինքն մեր կենտրոնացումը հին ու խափանվող փառքից բերում է դեպի նոր ու մնայուն փառքի մեջ։ Անողը Սուրբ հոգին է։ Ուրեմն նրանք, ովքեր որ դեռ շարունակում են մնալ հին ուխտի կանոնակարգի մեջ, նրանք ակամայից անհնազանդություն են ցուցաբերում Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին եկել է, որ մեզ տանի ճշմարիտ ճանապարհների մեջ։ Ամեն։ Գաղատացիների 3-րդ գլուխ 13-14-ն ենք կարդում։ Այնտեղ բառացի ներկայացված է, որ Հիսուս Քրիստոսը իր խաչով եւ փառավոր հարությունով ներեց մեզ, փրկեց մեզ եւ ազատեց մեզ օրենքից եղող անեծքին։ Ուրեմն տեսանք, որ Ավետարանը ներկայացնում է, որ օրենքը մահվան էր տանում, օրենքը դատապարտության էր տանում, օրենքը անեծք էր բերում մարդու կյանքում, բայց Հիսուս Քրիստոսը խաչվեց եւ հարություն արավ, որ մեզ այդ ամենից ազատի եւ խաչվելուց առաջ ինքն էլ ասեց, որ այս արյունը, այս գինին, այս արյունը իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերի մեր տիրտողության համար։ Նոր ուխտը հաստատվեց Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Ասում է դա արվեց, որպեսզի մեզ ազատի օրենքից եկող անեծքից եւ շարունակությունում կարդում ենք, եւ որպեսզի բոլոր նրանք, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին, ժառանգեն Աստծո բոլոր օրհնություններն ու խոստումներն, որ Աստված խոստացավ Աբրահամին։ Կարդացեք։ Քրիստոսի խաչի եւ մահվան նպատակը կայանում էր սրանում, որ ամեն օրհնություններն ու խոստումները, որ Աստված Աբրահամին արել էր, հիմա լինեն Հիսուս Քրիստոսին հավատացողների կյանքում։ Եվ հետո շարունակությունում ասում է. եւ որպեսզի մենք ամենքս խոստացված Սուրբ Հոգին ընդունենք հավատքով։ Եվ մենք տեսանք, որ Աբրահամը այս խոստումներն ու օրհնությունները վերապրեց, ժառանգեց հավատքով, հնազանդությամբ եւ համբերությամբ, կենտրոնանալով Աստծո խոստումների վրա։ Հիշին, Աբրահամը կենտրոնացավ խոստման վրա, չնայեց իր ֆիզիկական իրավիճակին, իր թուլություններին, իր մեռած վիճակին չնայեց։ Հասկանում ես։ Բայց մեր կենտրոնացումը միայն մեր վրա է։ Ես այսքան աղոթեցի, լավ աղոթք, լավ, բայց դու նորուխտի մեջ ես, ոչ թե դրա համար, որ ես դեմ չեմ աղոթին, ճիշտ հասկացեք։ Ես դեմ եմ նրան, որ մարդիկ կարծում են իրանց գործերով նորուխտի մեջ կարող են հաստատում։ Ես դեմ եմ նրան, որ իրանք մերժում են Աստծո շնորհը եւ ուզում են իրենց արդարությունը բարձրացնել, անտեսելով Աստծով, Քրիստոսով եղող արդարությունը, հասկանում ես։
Ուրեմն եկեք որ մենք էլ այսօր եւ մենք ընդմիշտ միասնաբար կանգնենք Տիրոջ առաջին հավատքով, հնազանդությամբ, համբերատարությամբ, վայելենք ու վերապրենք Աստծո բոլոր խոստումներն ու օրհնությունները մեր կյանքում, ընտանիքներում, մեր սերունդների մեջ, մեր ազգի, մեր երկրի մեջ, Տեր Հիսուսի զորավոր անունով, որովհետև գիտակցել է պետք, որ Հիսուսը սրա համար խաչվեց, որ Աբրահամին ամեն մի օրհնությունը, որ Աստված օրհնեց եւ խոստացավ հավատացողին լինի, Հիսուս Քրիստոսին հավատացողին։ Աստված օրհնի քեզ եւ քո ամբողջ սերունդը, եւ քո որ ես ու դու, եւ բոլոր նրանք, ովքերս որոնքս որ հավատում են Հիսուս Քրիստոսին, մեր կենտրոնացումը լինի նոր ուխտի կանոնակարգը, որովհետև տեսնում ենք, որ մենք կանչված ենք նոր ուխտի սպասավորներ լինելու, որը որևիցե մի կապ չունի գրված օրենքի հետ, այլ ամբողջությամբ կապված է Սուրբ Հոգու Աստծո Հոգու հետ, եւ մենք հենց պիտի կենտրոնանանք նոր ուխտի վրա, Հիսուս Քրիստոսի Սուրբ ու պատվական արյան վրա, անզուգական զոհի վրա, նրանով եղող շնորհի ճոխության, առատության վրա։ Եվ մենք տեսանք, որ այն ուխտը, նոր ուխտը, իրար հայտնվելով հին ուխտի փառքը խափանեց։ Եվ թող որ Աստծո օրհնությունը լինի իմ քո կյանքի մեջ, եւ բոլոր նրանց կյանքում, ովքեր որ կենտրոնացած են նոր ուխտի վրա, որովհետեւ նոր ուխտով որ մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին եւ վերապրում ենք նրա խաչից եղող ամբողջ օրհնությունները։ Ասածս ճիշտ հասկացի, որևիցե մեկը իրավունք չունի անտեսի նոր ուխտը, դա որպես շուք է հանդիսանում նոր ուխտի, հին ուխտը գրված է շուքն է հանդիսանում նոր ուխտի, պատկերացնում ես, իմանայի դու քայլում ես եւ քո շուքը ընկած է ասֆալտի վրա, ու մեկը քո մոտով անցնում է ու ասֆալտի վրա ընկած քո շուքին ասում է բարև ոնց ես, մի բաժակ ջուր կտաս խմեմ, քաղցը ջան, տես ծարավ էր կմնաս ու իջես իմանա ինքը ոնց էր, քանի դեռ շուքի հետ ես բայվում, ուրեմն եկեք որ մենք մեր կենտրոնացում ունենանք Աստծո կենդանի խոսքի։ Ամեն ասում, հրաշալի Աստված եւ հրաշալի Աստծո ժողովուրդ, եւ իր օրհնված եւ օրհնության միջոց շատերի կյանքի մեջ։ Ամեն